Արարատի մարզի Ռանչպար բնակավայրը սահմանակից է Թուրքիային։ Տեղացիները պատմում են, որ դեռևս 1918-ից այստեղ հայերի հետ բնակություն են հաստատել նաև եզդիներ։ Խորհրդային միության տարիներին գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, սակայն 1988-ից այն դարձավ Բաքվից եւ Գանձակից բռնագաղթած հայերի ապաստանը։ Համայնքի ղեկավար Վահան Վարդանյանի խոսքով եզդիները համարվում են գյուղի հիմնադիր բնակիչներից։ Իմ ունեցած տեղեկություններով գյուղի հնաբնակները ավելի շուտ հիմնադիրները հենց եզդի ժողովուրդն են, մոտարապես գյուղը, եթե չեմ սխալվում, 1918 թվականից սկսած հիմնադրված գյուղ է, գյուղը նախկինում եղել է ուղեկալի ներսում, այսինքն փակ գյուղ է եղել ինքը, սովետական կարգերի ոնց որ վերանալուց հետո բացվել է գյուղը, ոնց որ ավելի շուտ է բացվել մի քանի տարի, քան 90-ականները։ Գյուղի պատմություններով, քիչ շատ պատմություններին ծանոթ լինելով 1937-8 թվականներին լինելով 10-12 ընտանիք եզդիներ ունեցել են գյուղում այն ժամանակ գյուղապետ կամ հիմիկվա վարչական ղեկավար, նաև եզդի ազգից, մոտ 100 թուրք ընտանիքի մեջ էլի։ Մենք հիմա այս պահին գտնվում ենք մեր վարչական բնակավայրի հենց կոնկրետ եզդիական փողոցում, ունենք փողոցներ, որ հնուցել բնակվել են կոնկրետ եզդիներ, չնայած այս փողոցի վրա երկու հայ ընտանիք ևս ունենք, սենց ևս երկու փողոց ունենք, որ բնակվում են եզդիներ։ Այս գյուղը հանդիսանալով ինքը ավելի շատ հավաքածու գյուղ, որպես, այսինքն, ինչպես սկզբում շեշտեցի, որ այս գյուղի բնիկները եզդիներն են, չունենք ընդհանրապես տենց բևեռացված ազգային խտրական վերաբերմունք հայ եզդու նկատմամբ կամ հակառակը, ընդհանրապես եզդի երիտասարդ տղաներ ունենք, որ սիրով ներգրավում են համայնքային այս գյուղի հենց կոնկրետ վերաբերյալ ծառատուն կլինի, շաբաթօրյա կլինի, ամեն ինչին մասնակցում են, շատ լավ ընկերություն են անում հայերն ու եզդիները միասին, մեծերն էլ շատ լավ հարևանություն են անում, այսինքն միջոցառումներին հայերը եզդիների մասնակցում են, եզդիները հայերի միջոցառումներին են մասնակցում, կլինի ուրախություն, թե տխրություն։ Ունենք մոտարապես այս պահի դրությամբ 24-ից 26 եզդի ընտանիք, շատ են եղել ժամանակին 2000-ականներից սկսած, 90-ականներից սկսած, որ գնացել են, այդ ժամանակները 40 եւ ավել ընտանիք են եղել գյուղում։ Հիմի պահպանված 24-ից 26 ընտանիք ունենք։ Դպրոցում եզդիերեն չի դասավանդվում։ Չէ, չի դասավանդվում, չունենք եզդիական այդպես կոնկրետ առարկա կամ լեզու կամ ինչ-որ հայկական սովորական դպրոցը։ Միշտ էլ առաջարկել ենք մի փոքր իրանց այդ առօրյա զբաղվածության պատճառներն է երևի, որ չեն ցանկանում կամ այդ քաղաքականությունից իրանց հեռու պահելն է։ Առաջարկը մեր կողմից միշտ էլ եղել է, ուղղակի չեն ցանկացել։ 21 թվականին, 2021 թվականին մենք եզդի համայնքին ասեցինք, եթե տարբերակ ունեք ձեր մեջից, որ կուզենաք եզդի հավականի լինի համայնքում, խնդրեմ։ Եզդիների մասին միայն լավ կարծիք ունեմ, քանի որ ի սկզբանե մենք մեր պատմությունը հիշելով դեռ Անդրանիկի թվականներից Ջահանգիր աղայով, բանով, ով եղել է Անդրանիկի ընկերը, Անդրանիկի հրամանատարներից, ունես որ, այսինքն այս ազգի հետ հավասար, այս հողու ջրի համար կռված, պայքար տված, հայրենիքը սիրող ժողովուրդ, նույն եզդու 18 տարեկան տղան զորակոչվում հայկական բանակ, ծառայում ապարեղ, շատ լավ անունով, պատվոգրերով ու հայի հետ հավասար, ասենք սխրանք անցած ժողովուրդ են մեր պատմության մեջ։
Իշխանը ազգությամբ եզդի է։ Նրա ընտանիքը համարվում է գյուղի հնաբնակներից։ Մեզ հյուրընկալելուց հետո նա առաջարկեց գնալ իր այգի, ցույց տալու այնտեղ աճեցվող մոշը, որը ըստ նրա տարբերվում է սովորականից իր չափերով։ Նրա խոսքով իրենց բերքը այս տարի բավարար է, սակայն երբ հարցնում ենք ինքը կամ կինը զբաղվում են այլ աշխատանքով, նա պատասխանում է. Դե մեր կին արդեն 60-ի մոտ արագնա որ դե մեղքել է այլի։ Ես քանի տարի այսքան հողամասում աշխատել, ես ինքս արդեն մեջքա ջարդել, հիմա գնամ մի տեղ աշխատել, որտե աշխատել։ Մի պահակություն ունի կետապ կլստի պահակություն կալի, բայց գնամ նոր, ես այս հողամասն եմ, ես նայ ինչ եմ ցանի։ 10 մարդ բիբար եմ ցանի։ Չեմ ցանա, չեմ կարող արդեն հիմա։ 18 տարեկանից դրան մեջն եմ։ Ով կարա ինքան բանան։ Արդեն հոգնել եմ ջոմ, որ տենում եմ գլուխս ցեկում ուղղեմ եմ, չեմ ուզում նայ։ Բա արդեն նիտո է էլի, բայց առաջ հավես է, գիտես ինչ, հիմա փող դուրս չի տալիս չին ասած։ Շուկայից տանում առևտրականներ ձերից տպարում են, ասում է ես գնով տալիս ես վեգալեմ, չես տալիս չեմ վեգալեմ։ Պիտի կայնես սառես ստիպած ասում ես այ տամ տար։ Ինքը ստեից վերցնեմ, ընդ դնում է քեզնից երկու անգամ ավելա ծախեմ։ Պատկերացնում ես։ Քու չարշարանքը քեզնից շատ է, քեզնից շատ փող է գալու։ Մի անեմ ինչ անի։ Բա ո՞նց ապրեք։ Դե արդեն ասում եմ, ասում աշխատանք կլինի, ավելի հեշտ կլինի։ Չկա աշխատանք։ Մեզի աշխատանք չի տա, 50-ից այնյան չեն տալիս արդեն։ Բակ էլ դες բակսունա լճերին դե գնա գիշերի մի քանի միջև առավոտ։ Չես էլ կարում է իրանց բանը ձեռնա կամերաների, տունը նստած։ Հենց աշկը դուզում ես փագես, ասում ախ ես քնեմ։ Բա դες էլ ավելի շուտ կհիվանդանաս։ Այն անասուն եմ պահում էլի։ Մի 12-13 հատ պահում եմ, այդ այնձի ավելի էշտա, առավոտները մի ժամ մտնում եմ, պարկասի հիմա ամեն ինչ կա, բաղնիկ կա, ամեն ինչ կա։ Ասենք ես մանկությունից 10 տարեկանից մեր եմ կորցրել։ Ուրեմն գնացել եմ ստե Ռանշպար գյուղի դպրոցում, ընդ եմ սովորել, բայց թուրքերի դպրոց, չի եղել հայկական։ Ստե մեր ժողովուրդը բողոքել են եզդիները, որ ասենք մի հատ մենակ գոնե մայրենի լեզու, հայերեն լեզվով տվեք մեր երեխեք, էլի ձեզի թուրքերեն պետք չի, մեր երեխեքին պետք է, էլի հասկանում ես։ Իշքան, գիտես, իշքան բողոքել են չեն տվել դասատու, մայրենի լեզու, որ մեզի հայերեն սովորեցնի, գոնե հայերեն հասկանամ, կարդալ, գրել, յոգում է։ Եզդիերեն կար։ Չէ, եզդիերեն չկար, մենակ թուրքերեն։ Ես հիմա թուրքերեն, պարզ գիտեմ, թուրքերից լավ։ Այնա եզդիներեն մենք ենք դաս տալիս, էլի տունը դաս ենք տալիս, էլի սաղոր հետները խոսում ենք, շփվում ենք, սենց, ընենց, էս մեր ճամփենա, էս մեր ճամփեն, էսի մեր չի, ենի մեր չի, հասկացել մի։ Ես դու գիտես վեգալում են իմ երեխեք, քարի մարիվ չեմ վեգալ։ Չեն խոսում, ես հայերեն այդ մեծ տորից եզդիներեն եմ խոսում եմ ինք հայերեն է պատասխան տալիս, նույն ձևի աղջիկներն, նա էսա խոսալի նա են գալիս են, շատ մի տետև բանալը տես հայերեն է խոսում, հեսա գալիս տես եզդիներեն եթե խոսով գալիս է ստե նայ, են թորս աղջիկ թորնը Են իմ շուստին նայ գալիս է նայ, փոքր աղբոր հետ գալիս է նայ, տես հիմա ինչ լեզվով է խոսում, նայ, հայերեն, նայ հիմա այդ թորներից այդ եզներին խոսամ, խոսալու են, ինչ ասեմ, բանը տալու են, էլի իմ պատասխանը, բայց հայերեն են խոսում, իրանց մեջ է երեխեք հայերեն են խոսում, մեր հետ հայերեն են խոսում, բայց ես եզներին խոսում եմ, ասում եմ գնա ջուր բեր գնում բերում, ասում եմ գնա հաց բեր գնում բերում, ջոգում ես, հասկանում եմ, տոներն էլ ընենց առաջվանը չի։ Առաջվա տոները նա իստե մեզի 30 եզդու տուն կար, բարեկամություն էր, սաղ, ոնց որ այդ նոր տարին ոնց են սաղ իրար տուն հետում է բարեկամություն, սաղ գնում են մեզ հասակների տուն, ասենք 10 տուն մեզ հասակ էր, մնացած ջայլ, այդ ջայլները բարդադիր սաղ իրանց կնանիքներով, հարցներով էտան այդ մեզ հասակների տուն նստեն իրանց սեղանին, ընդեից ելնեն են մյուսի տուն է, ընդեից են մյուսի տուն է, ցելի օր է ընդեից, բայց հիմա էդ չկա, հիմա ով կուզի կետա որ չեն էլ էտմ են, ու էտմ է, ով չի էտմ, հեռախոսով զանգում է, աղբերից դե տոնս շնորհավոր, սենցինես պրծավ։ Այրս միշտ այդ խոսքը ինձ ասում էր, ես միջև առեսում եմ, ասում եմ, եթե ուզում ես իմանաս ինձ էր ասում, որ Ղարաբաղի ժողովուրդից են խոսում, ասում է իսկական հայ է, Ղարաբաղցի է։ Հա, իմար է, չես հավատում, ասում է իրանց հակու պարը մեր են մեծ կնանիքների նմանին է, մեծ ենա Պարավ ունի ես այն ժամանակ բանը ծախեց ես իմ վրա, սենց շղթաններ ես տե կախած, հետո սենց բանա կապած,
Սենց բաներով սիրուն սենց բաներ, բանային Ղարաբաղի նախշում բաժի երկի բանում բարում են, ես սաղ մեծ կանանիքների հետ դեսենան, սենց բաներով շորեր, կապ, սաղ մերոնք դեզ էր, ասում տոշնի մեր բաներ, որ մեկ տելևիզորով նայող Ղարաբաղցիները բարում են, սենց քոժարի ես տենում եմ, որ այդ սաղ սենց կապыз էր, ասում եմ, սրանք եզդիներս ասում եմ, սրանք Ղարաբաղցին ասում, այդ ասում եմ, տենում ես, այսքան հայ է դրանք, մեր սաղ դրանց են եղել, այդ ձեր Ղարաբաղցիներից շորերից են եղել։ Հակել են։ Հակել են, դրանք մեծ կանանիքների սաղ հակնում են, հիմա չեն հակնում։ Ինչ գույներ։ Տարբեր գույների։ Վերեն այդ մանավանդ էս կապած է, որ ասեմ մեջքին կապում են։ Էդի այնց գործածեր էս, այդ գործածեն չեմ պատկերացնում, չեմ կարա դրա քանի հատ գույն կա մեջ։ Բայց դերեկն էլ սաղ սենց բաներով են, էլի սենց իրար վրա ոնց են ասում, սենց արա բան էլի սենց։ Ոնց որ իրար վրա շարացել են, այսքան փուճուր բան, սենց որ բան են անում, փուճուր, ես որ բացում են, սենց կարմուշկին ման բացում է, կարմուշկին ման դերեք է։ Ճոգում ես սենց բացում եմ, մի հատ սենց են տանում կապում, մի հատ էլ հետևից են բերում կապում։ Ու դառնում է սենց երկար, ու լենտերով տագը, կապուտ կանաչ լենտերով տագից բան արած։ Ինքը փայլին գույն էլի սենց բանը կետերով։ Դենց շորեր են հակել։ Գլխաշոր։ Գլխաշորը սենց փաթում էին, ասենք, կախում են այդ շղթաներն էլ սենց կոպեկների նման դեղին։ Այդ ճակատի վրա են կապում, քթներին հագցրած, սենց բաներ։ Իրաք մեդիային հետևում եք։ Դե ճիշտն ասած, էդի նոր է պայթիմ լա, չէ՞։ 5 տարիակա։ Բա 5 տարիակա դերմից մենք չգիտենք։ Բա 5 տարիակա, բայց մենք չգիտենք։ Կուզեք, բայց որ տենց եզդիալեզու հաղորդում լինի։ Դե գիտես ոնց, ես ինքս ասենք կուզեմ դրա համար, որ երեխեք է սովորին։ Երեխեքի համար այդ շատ պետք։ Դե մենք արդեն որոշ չափով շատ բան գիտենք, բայց իրանք շատ բան չգիտեն, որ մենք էլ ասում ենք իրանք կարող ագանջից հանում են, սկի ուշադրություն, բայց որ հաղորդում ունենան, ոնց է լինի, կդնենք վրենք, ասենք, լսենք նայեք ինչ եք ասում, չէ, քանի բար կպոգեն ընդից էլի, հասկանում, չէ, վատ բան չի։ Կարևորը որ ինքը իր ազգը չմոռանա, իր լեզուն չմոռանա։ Մինչ մենք իշխանի հետ նրա մեքենայով շրջում էինք գյուղում, նա ճանապարհին պատմում էր, թե վերջին տարիներին ինչ է փոխվել գյուղում եւ ինչ խնդիրներ են մնացել։ Նրա խոսքով խնդիրներից մեկը այն է, որ թեև գյուղում տարիներ առաջ գազի խողովակները տեղադրվել են, իրականում գազ դեռ չկա եւ մարդիկ շարունակում են կենցաղային ու տաքացման կարիքները լուծել այլ միջոցներով։ Այդ ժամանակ մենք հանդիպեցինք տեղացի մի կնոջ, որը իր այգուց ստացած բերքով արդեն պատրաստվում էր ձմռանը։ Փորձեցինք նրա հետ էլ շփվել, հասկանալու թե որտեղից է տեղափոխվել այս գյուղ եւ երբ է ամուսնացել։ Պարզվեց, որ նա սկզբնապես ասորաբնակ Դմիտրով գյուղից է եկել։ Նորմալ։ Որտեղից եք եկել։ Ես Դիմիտրովից եմ, Արտաշատից ռայոնից եմ գյուղից եմ եկել, ստահաս։ Միջից թուրքերի ժամանակ ստեղ ենք եղել։ Ռուսական դպրոց եմ գնացել։ Այնտեղ ռուսական եղել է։ Ասորների մեջ ենք եղել, ռուսական եղել է։ Մինակ մի դաս հայերեն անցնում, մնացել լրիվ ռուսերեն։ Բա եզդիերեն։ Եզդիերեն չկա, չի եղել вообще։ Միջի 8-րդ դասարա գնացում ռուսական։ Այն ժամանակա 10 տարեկանից եմ նշանվել, 19 եկել եմ։ Այն ժամանակ հիմա չի, հիմա արդեն մեծանում եմ։ Այն ժամանակ ես եկել, հիմա չի։ Որն է լավ, այն ժամանակ թե հիմա։ Իշքան ուշ հետած ենքան լավ է։ Այն ժամանակ հազիվ էթմը դպրոց մի 8-րդ դասարան չեն թողնում, ասում ուր էթա մեր աղջիկ ուր էթա սովորի։ Ես իմ դեն ժամանակ էձև է։ Հիմա փոխվել արդեն, հիմա ժողովուրդը սովորում արդեն։ Լավ է։ Հիմա լավ է։ Որներս Ռուսաստանում կա, սովորում են նրանք։ Ռուսերը դպրոց են գնում այնտեղ, սովորում են։ Ամեն ինչ սովորում են նրանք։ Են ինչ ատուշ բանել չկա քուչա։ Իմ աղջիկ։ Բրծանք։ Ստա։
Բարիկ Գիլոյանը Ռանչպարում ապրող եզդիներից մեկն է։ Նրա հայրը նույնպես եղել է գաղթական։ 1918-ին նրա ընտանիքը սկզբում գաղթել է Վրաստան, այնուհետև տեղափոխվել Հայաստան։ Այսօր նրա տանը օրհնության օր էր։ Մոսկվայից եկել էր նրա ընտանիքի փիրը։ Փիրս բարով է եկի, մեր աշկի վրա է եկի։ Փիրը ինքը ապրում է արդեն Ռուսաստանում, բայց մեկ տարին մի անգամ պարտադիր գա, պետք է իր մրիտների տունը շարժվի, նորից հետա իր տունը, գալիս օրշնում է եթմա։ Մեկ, երկրորդն էլ, մեր ապրուստը ոնց է, առաջ վաղում ենք անասուն, հիմի անասունի համար մեր գյուղում մի թիքա հող կա, ասենք գյուղացին վարձերը մուծում է, որ այդ հողը պետք է մնա գյուղական համայնքի, որ գյուղացի անասուն պահի, բայց գյուղացին, ասենք, քաղաքացից ինչ է տարբերվում, պետք է անասուն պահի, չէ՞։ Այդ դաշտերը սաղթվել են, լիճ-միջ են սարքի։ Ամեն մեկը տարին մի անգամ գալիս, ասում է, էսի առել եմ 10 տարի առաջ դոկումենտ անում, ստորագրած, փեչատած, ասում է, էսի 10 տարի առաջ արդեն առել եմ, ժամանակ չեմ ունեցել, հիմա եկել եմ, տիրություն եմ արել։ Գյուղացին էլ ինչ գյուղացի։ Մենք էլ արդեն ետ չենք պահում։ Ով պահում է, մի ձևի պահում է, բայց մենք էլ հողամասով բանով յոլա են գնում էլի։ Եվ կոմունիստների վախտով տարբերություն չկար, ով որտեղ։ Ես որ դպրոց եմ գնացել 70 թվականին դպրոց եմ գնացել, պատկերացրեք, քանի տարի է անում արդեն 70 թվերին։ 55 տարի։ 55 տարի առաջ այս մեր գյուղը Մասիսը, չէ, գիտես ոնց որ ով կարար ոտով գնար, գելերը ֆրթեին թափեին։ Ոչ մեկը այն ավազի ավտոներն են աշխատում, այդ պապերը ոնց են ասում, ծնողները գնում են մի բան առնեն կա, ավտոբուսի չկար են բան է, այդ կռազ մռազներով, զելերով, բանով գնում գալիս էին։ Մեզ որտե գնանք Մասիս, յանը թեկուզ սովորեինք։ Ես մենք որտե ինչ դպրոցա դեղել պետք դու սովորես։ Յանը ադրբեջանցիներն էլ, յանը իրանց լեզվով էլ, էդի գալիս, ցախ ռուսերեն էր, իրանց մենակ 4 տարը իրանց բանը, իրանց լեզուն էր էլի, 4 տար իրանք ունեին, մնացածը սաղ ռուսական տարեր են։ Եզդիերեն այբուբենը գիտեք։ Չէ, չեմ սովորի, որ դիտում։ Ես նոր ասի, չէ, մերը լատիներեն ես լավ տիրապետում եմ լատիներեն, մենակ 4-5 տար մերը ավելցրած է, կ, հ, ուե, են չորոտը ինչ տար էր, մեր ավելցրած է, որովհետև մեր լեզուն այդենց պետք է խոսանք, որ հեշտ լինի խոսալու մոմենտի։ Մարդ կա, որ իր լեզուն չսիրի, գիրը լինի, գրականությունը լինի, ամեն ինչ լինի, պարը լինի, ծեսը լինի, ամեն ինչ, ամեն մեկ, ամեն մի ժողովուրդ է, իրա ծեսերը ինքը հավանում է։ Բերս միջև մահացավ, 74 տարի ապրե, միջև մահացավ մեր գյուղն էլ ենա Թուրքիայի բանը Մասիսար էր եմա, միշտ այդ կարոտով էլ մահացավ գնաց, էլի ոնց ասեմ քեզ, ինքը որ ընդեղ էր ծնվե, միջև 10 տարեկան, ընդեղից հետո դուրս է եկե, դե ընդեղի մանկությունը, մարդը որտեղ էլ որ մանկությունը տենում մեծանում ամի, այդ միշտ մարդու սրտի մեջ ալի։ Մնում է, մարդերի հուշերի մեջ մնում է։ Հետի վարիանտ չկա էլի արդեն շուտ մոռանաս։ Այսպիսին էին Ռանչպարում ապրող եզդիները, իրենց պատմական անցյալով եւ առօրյա սոցիալական խնդիրներով, ապրելով գյուղում հայերի ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կողքին։